Սիրիայում ընդհարումների դադարեցումը շարունակվում է, ինչը ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դը Միստուրայի խոսքերով Սիրիայում անցած 5 տարիների ընթացքում գրանցված ամենաերկարատև դադարն է։ Սակայն պետք է ընդունել, որ բոլոր դադարների ու հրադադարների ընթացքում, ինչպես այս դեպքում ևս, որոշ տեղերում մարտերը շարունակվում են, ինչպես Համայում, Հոմսում, Լաթաքիայում ու Դամասկոսում։ Մինչև 2013 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումն այստեղ ավելի քան 100,000 հայ էր ապրում, այսօր մնացել է մոտ 23,000 հայ։ Ամերիկայի ձայնի հայկական ծառայությանը Skype-ի միջոցով Հալեպից պատմում է Սիրիայի հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ վերապատվելի Հարություն Սելիմյանը։ Մշակութային ինչ կենտրոններ ենք մենք կորցրել Սիրիայում։ Գործունեացած ենք շուրջ 4 վարժարաններ հայկական եւ գործունեացած ենք ամբողջությամբ 3 հայկական եկեղեցիներ։ Սակայն հայկական եկեղեցին կրոնական եւ էթնիկ մյուս փոքրամասնությունների հետ կազմել է ուրույն հարաբերություններ։ Սիրիայի հարցով փորձագետներն ասում են, թե ճգնաժամի մեջ հայտնված կողմերը պետք է ջանք չխնայեն քաղաքական բանակցություններ սկսելու համար, եթե ուզում են այստեղ հաստատել հարատև խաղաղություն։ Ինչպես Brookings-ի հաստատության վերլուծաբան Ստիվեն Հեյդերմանն է ասում, Կարճ ժամանակով բացվել է մի պատուհան, որը պիտի օգտագործվի քաղաքական գործընթացների համար, սակայն եթե այս ժամանակահատվածը բաց թողնվի, հակամարտությունը հավանաբար կվերսկսվի անցած 5 ամիսների պես ուժգին։ Եվ Հարություն Սելիմյանը հորդորում է միջազգային համայնքին անել հնարավորինս զինադադարը լիովին ուժի մեջ մտցնելու եւ բանակցություններ սկսելու համար։ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դը Միստուրան նախատեսել էր Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջև բանակցությունները վերսկսել մարտի առաջին 10 օրերի ընթացքում, ու միջազգային համայնքի նպատակը պիտի լինի ոչ թե Սիրիայի բնակչության համար գաղթի ճանապարհ ապահովելը, այլ այստեղ նրանց պահելը։ Պետք է գիտենք, թե Սուրիան մեզի համար որպես հայ ժողովուրդ դուն եղած էր ցեղասպանութենն առաջ եւ ցեղասպանության օրերուն։ Այդտեղ արաբ ազնիվ ժողովուրդը մեզ երբ հյուրընկալեց եւ մեզ իրենց ընդհանուր իրավիճակին հետ մասնագիծ ցարցուց մենք ամբողջական եւ անվերաբար սիրով գապվեցանք եւ կոդեբընտվեցանք իրենց հետ Տուն վերադառնալը ու այն վերակառուցելը մի իղձ է Սիրիայի մեծաթիվ հայերի համար։ Այս հոգեխոցը եւ այս հոգեգան դակնաբը եւ վիճակը աննկարագրելի ծանրագշիր իրավիճակ է իսկության մեջ եւ դակավին այդտեղ գտողան միշտ սպասելով որ արեքակը պիտի ցակի եւ ավելի փառոր օրեր կսպասե Սուրիահայության եւ Սուրիա ընդհանուր ժողովրդին ընդհանրապես։ Վերապատվելի Հարություն Սելիմյանը հավատացած է, որ Սիրիայի շատ ու շատ քաղաքացիներ, այդ թվում հայեր են վերադառնալու Սիրիա, երբ այս պատերազմը ավարտվի։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։